Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց նաև ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցուն պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության դերասած հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Միջև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ-որ ձևով, այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ ԵԲՑ կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինք ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունը ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին նաեւ քրեական վարույթ կանավ այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաեւ հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաեւ առաջին խախտման բնույթը ինքնին ԵԲՑ կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հետցում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացվող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաեւ հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաեւ այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին։ Այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաեւ։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։ Պարզապես այդ ծախսը վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետեւ ծախսումների, այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ Այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները, քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչ որ կա արդեն, արխիվացված, այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ Հենց խնդիրը դրա մեջ որ ոչ ոք։ Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել, թե չէ, հնարավոր չի դա վերացնել։ Թվային եւ եթե ձեր ասածը հիմա տեսեք, դուք ասում եք 1 2 3 4
հավելագրման դեպք է, չի արձանագրվել։ Եթե 1 2 3 4-ը եղել է, 5 6 7 8 9 10-ը եղել է, նշանակում է 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ է եղել։ Հակառակ դեպքում ո՞նց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիա մեկ էլ ջնջվում է պատահաբար։ Շատ ճիշտ է եւ բնավ չխորանով նույնիսկ բովանդակության մեջ ինքնին երևույթը որ թաքցվել է թե իրավապահներից թե ՀՑԿ-ից արդեն իսկ լրջագույն խախտում է Նաև խոսում է մոտիվների մասին այդ իմ նշած վարկածի գոյության իրավունքի մասին որտեղ եթե խնդրեմ ա եղել այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ որ երևույթներ այդ թվում Այո, դա այն 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիմամբ լիցենզիա զրկվեց ՀՑ-ը, ընդ որում ասեմ 6 կետերն էլ ինքնին արդեն առանձին հիմք են լիցենզիա զրկելու։ Բայց մենք մեր ուսումնասիրությունների վերահսկողության արդյունքում վերհանեցինք շուրջ 6 կետեր, ընդ որում 6-րդ կետը ընդհանուր կառավարման արդյունավետության ֆինանսական գործառնության առումով իր մեջ եւս 9 ենթակետեր է պարունակում գնումների գործընթացների մատակարարումներ։ Գնումների գործընթացի հետ կապված մենք նախկինում բազմիցս քննարկումներ ունեցել ենք իհարկե աշխատանքային մակարդակում եւ դրանք չեն լուսաբանվել, որովհետեւ զուտ աշխատանքային հարց ա եղել, որովհետեւ մենք խնդիր ենք տեսել, որովհետեւ տնտեսությունից էլ այդ ազդակներն եկել են, որ գնումներում հիմնականում մասնակցություն են ունենում փոխկապակցված կազմակերպություններ, այսինքն հեծի սեփականատերերի խումբը ստեղծում է եւ ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ կամ իրանք անձամբ կամ իրանց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում եւ հաղթում են գնումների գործընթացին, ընդ որում արտոնյալ եւ մենաշնորհային դիրք են տալիս արհեստականորեն, ինչը նաեւ դարձյալ ուղիղ օրենսդրության եւ ՀՑ կողմից սահմանված կարգի խախտում է, ուղիղ խախտում է։ Այս թեման էլ ա եղել լիցենզիայից զրկելու։ Այո, կառավարման արդյունավետության հիմքում է դրված։ Ընդ որում մենք բազմիցս այս ազդակը տվել ենք, որտեղ խնդիր կա նաև որոշակի կարգավորումների վրա ենք աշխատել եւ այլն, որտեղ խնդիր կա։ Սա տնտեսության զարգացումը եւ մրցակցային վիճակը խոչընդոտող վիճակ։ Ոլորտը առհասարակ շրջանում վերջին տարիներին էներգետիկ ոլորտի թե արտադրողները, թե ներկողները բոլորը փակող առաջ են, որտեղ որևէ հասունություն չունեին հեծի նման ռազմավարական կարևորագույն խոշոր ընկերության տնտեսական արժեշղթայի որևէ կերպ մաս կազմելու։ Ես ձեզ օրինակ բերեմ գնումների պլանով, ընդ որում պարոն վարչապետ շեշտեմ, որ գնումների պլանը, ներդրումային ծրագիրը, հաստատացակը, դրույքաչափը, բոլոր հիմնարար փաստաթղթերը մենք շարունակում ենք աշխատել դեռևս տարեսկզբին իրենց իսկ կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա, որը փոփոխություն չեն կարել։ Դա սկզբունքային չեն կարել, որպեսզի հետագայում չշահարկվի, որ մենք պիտի զարգացնեինք կառավարչի ապարատը եկավ եւ այլն։ Եվ իրենց իսկ հաստատված գնումների պլանով օրինակ կցորդիչների դա որոշակի դետալ է, որը որ մալուխային գծերի վթարների ժամանակ կիրառվում է եւ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր կցորդիչներ են օգտագործում տարեկան ցանցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս միավոր նույն տեսակի, նույն տեխնիկական բնութագիրն ունեցող նույն քանակի գնման խմբականակը նախատեսված էր 128 միլիոն դրամի եւ կոնկրետ ընկերություն կար նախանշված, ում առաջարկած գնով էլ գնման պլանը կազմել էին բնականաբար եւ բաց թափանցիկ ներառական 3 փուլից բաղկացած գնումների գործընթաց իրականացրեցինք, նախնական այսպես ասած free call արեցինք, ազատ կանչ արեցինք այն ընկերությունները, ովքեր որ հետաքրքրված են տվյալ սարքերի ներկրման եւ արտադրելու մեջ, իրենց բոլորի տվյալները հավաքագրեցինք, տեղ բնութագրերը առանձին բոլորին ուղարկեցինք, գնային առաջարկներ ներկայացնում եւ շուկայի ուսումնասիրություն իրականացրեցինք եւ վերջնարդյունքում հանրային գնումների օրենսդրությանը խիստ համապատասխան գնման արդյունքում 128 միլիոն դրամ գնումների պլանում դրված նույն քանակի նույն տեղ բնութագրով ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամով 70 միլիոն դրամ միայն խնանենք այդ գործարքում ընդ որում մեկ հատկանշական օրինակ էլ ձեզ բերեմ ուժային մալուխի նույն տեսակի նույն խմբին պատկանող միավոր գծամետրը 30,000 դրամ գնումների պլանում դրված կոնկրետ ընկերությունով մինչ այս տարիների վեր հարյուրավոր միլիոն դրամների մատակարարել է հեծին, այդ ընկերությունը գալիս է առաջարկ է անում 30,000 դրամի փոխարեն 19,200 դրամ։ Վերահսկարկման արդյունքում այլ ընկերություններ ավելի ցածր գին են առաջարկում եւ տվյալ ընկերությունով տվյալ ուժային մալուխը ավանդաբար մատակարարել է 28-ից 30,000 դրամով գծամետրը, մատակարարում է 18,400 դրամով գծամետրը։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն որակի նույն տեղ բնութագրի կարող ենք ասել, որ
առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջան վերջին տարին իրականացվել են առնվազն 60-70 մինչև 100% ուռճացված գներով, ինչը ուղղակիորեն ներդրումային ծրագրերի մասով ուղղակիորեն մտել է սակագին։ Սակագնի կառուցվածքի մասը կազմել։